Բարև սա թոփ տեսն է, որ ամենակարևոր իրադարձությունները հավաքում է մեկ հաղորդման մեջ, ինչից սկսվեց եւ ուր հասավ, ամփոփ թոփ տեսի թողարկումներում։ Մենք այսօր ձեզ կպատմենք։ Հայոց Եղեռնի հիշատակի օրը առանց քաղաքական կրքերի չանցավ Գագիկ Ծառուկյանը ընդդեմ ոստիկանների։ Ներքևի ճանապարհով, այո, ճանապարհով ներքևի։ Եթե ոստիկանը ասում է ճանապարհը այնպես է, ուրեմն այնպես է, բացառություններ չեն կարող լինել։ Հայ հաքերները ստիպեցին Թուրքիայի վարչապետին խոսել հայոց ցեղասպանության մասին։ Տեղեկատվական պատերազմներ հաղթողի թե պարտվողի դերում ենք մենք։ Հայաստանը վերահսկում է իրավիճակը, գործողություններ է կատարում, միայն պատասխանողի դերում չի։ Միջադեպ Գյումրիում շաբաթասկզբին կենտրոնական թաղամասում 20 րոպե կրակոցներ են հնչել։ Կա զոհ։ Սկորեն եկավ են խփած տղուն տարավ, չեկանով տղա ինչ է։ Քաղաքական շաբաթը իրար խառնեց Վարդան Օսկանյանը, ԲՀԿ-ականը սեփական կուսակցությունից պահանջեց դառնալ ընդդիմադիր։ Օսկանյանի առաջ քաշած թեզը իհարկե կուսակցությունում քննարկման ենթակա հարց է։ Սպիտակցի Հայկոն կրկին սկանդալի կենտրոնում ջահերով երթի ժամանակ երգիչը իր մեքենայում թուրքահարաբական մուղամ էր լսում։ Թվում էր հայոց ցեղասպանության հիշատակի օրը քաղաքականությունը պետք է երկրորդ պլան մղվեր, բայց ամեն ինչ իրար խառնվեց, երբ պաշտոնյաները այցելեցին Ծիծեռնակաբերդ։ Բանն այն է, որ ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից դուրս գալուց հետո որոշեց ուղիղ ճանապարհով գնալ դեպի իր մեքենան։ Հենց այդ ժամանակ էր, որ Ծառուկյանի ճանապարհը կտրեցին ոստիկանները եւ նշեցին, որ այդ ճանապարհով իջնելը արգելվում է։ Ու թեև Ծառուկյանը փորձեց ընդհանուր լեզու գտնել օրինապահների հետ, իսկ նրա կողմնակիցները հիշեցրեցին, թե Ծառուկյանը ով է, ոստիկանները Ծառուկյանին ուղարկեցին այն նույն ճանապարհով, որով գնում էին հուշահամալիր այցելած մնացած սովորական մարդիկ։ Ներքևի ճանապարհով, այո, ճանապարհով ներքևի։ Ծառուկյանը հարցազրույց չտվեց, փոխարենը խոսեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ով հաշվի առնելով այն, որ դեպքը տեղի է ունեցել Հայոց Եղեռնի հիշատակի օրը, ենթադրություններ անել չշտապեց, փոխարենը ավելացրեց, որ ԲՀԿ-ականների հետ նման դեպք մի անգամ էլ է եղել։ Նման դեպք ինձ հետ էլ է եղել Ծիծեռնակաբերդից վերադառնալիս ոստիկանները ինձ թույլ չտվեցին գնալ այն ճանապարհով, որով եկել էի, սակայն դրա համար որևէ բացատրություն չներկայացրին։ Ոստիկանների եւ Ծառուկյանի տհաճ հանդիպումը ամբողջ շաբաթ քննարկում էր եւ մամուլը եւ համացանցը։ Խոսակցություններին շտապեց վերջակետ դնել ոստիկանապետը։ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանների Ծառուկյանի առջև դրված արգելքը արդարացի էր։ Ընդհանրապես ժամանակն է հիշել, որ անկախ դիրքից եւ պաշտոնից բոլորն են պարտավոր ենթարկվել կարգ ու կանոնին եւ դրանք պաշտպանող Հայաստանի ոստիկանությանը, իսկ դեպքը քաղաքականացնելը պարզապես ավելորդություն է։ Ժամանակն է, որ բոլորը հասկանան։ Եթե ոստիկանը ասում է ճանապարհը այնպես է, ուրեմն այնպես է, բացառություններ չեն կարող լինել։ Ես էլ չեմ եղել բացառության։ Նույն այդ ճանապարհով ես եմ իջել, որովհետև այդ տեղով չեն 5-6 մետր են կողմնա, հետո որովհետև մեկը մտածում է, որ 6 մետր, 10 մետր քայլերը վնաս է իր առողջությանը, չարայչար սխալվում է։ Ապրիլ 24-յան իրադարձությունները այսքանով չավարտվեցին, ինչպես ամեն տարի, այս տարի էլ ապրիլի 23-ի երեկոյան ջահերով երթներ։ Այս տարվա երթը առանձնահատուկ դարձավ այն ժամանակ, երբ հայրենասիրական երգերով դեպի Ծիծեռնակաբերդ շարժվող երիտասարդները հանդիպեցին երգիչ Սպիտակցի Հայկոին։ Բանն այն է, որ երիտասարդներից մեկի ուշադրությունը գրավեց մի տղամարդ, որին հաջողվել էր մեքենայով հայտնվել կամրջի սկզբնամասում, մինչդեռ Կիևյան Օրբելի խաչմերուկը երթի կապակցությամբ փակ էր։ Իսկ ամեն ինչ լուրջ երանգ ստացավ այն ժամանակ, երբ հայրենասերները հայտնաբերեցին, որ տղամարդը նույն ինքը Սպիտակցի Հայկոն Հայոց Եղեռնի հիշատակի օրվա նախօրեին արաբաթուրքական մուղամ է լսում։ Երիտասարդների զայրույթը այն աստիճանի էր, որ ամբողջ խմբով նրանք փորձեցին կանգնեցնել անտիհերոսի երթևեկությունը, սակայն նրան հաջողվեց դուրս պրծնել։
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ակտիվացել էին հայ հակերները։ Դեռ գիշերվանից համացանցի օգտատերերը նկատեցին, որ թուրքական ու ադրբեջանական մի քանի կայքեր ենթարկվել էին ցանցային գրոհի։ Նրանց գլխավոր էջերում հայտնվել էին 15 թվականի ցեղասպանությունը դատապարտող ջահերով երթի կադրեր, ինչպես նաև կոմպոզիտոր Արա Գևորգյանի Ադանան։ Այս տարի հայ հակերները հասան մինչև Թուրքիայի վարչապետ։ Ապրիլի 24-ին ադրբեջանական կայքերից մեկում հայտնվեց Էրդողանի հայտարարությունը, որտեղ նա իբրև թե հորդորում էր Թուրքիային ընդունել ցեղասպանությունը եւ առաջ շարժվել։ Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվել։ Պատմաբաններին պետք է ազատություն տալ աշխատելու, վերլուծելու, ուսումնասիրելու, բայց կատարվածը բնութագրելու եւ որակելու պատասխանատվությունը նրանց ուսերին դնել պետք չէ։ Պետք չէ ոչինչ մոռանալ։ Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը, որպեսզի առաջ ընթանա եւ չպետք է մոռանա կատարվածի մասին։ Հակերական այս հնարքները այն էլ ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին մեդիա փորձագետները համարում են բնական։ Մասնագետներին զարմացնում է միայն այն, որ այս երևույթից ավելի շատ ոգևորվում է ոչ թե թուրքական, այլ ադրբեջանական կողմը, մինչդեռ ադրբեջանցիները սոցցանցերում հայերի դեմ արդեն վաղուց են հակաքարոզչություն սկսել։ Տեսեք, օրինակ այս Լալա Մահմուդզադա, ինքը Armenian Genocide-ով մտել է ու գրում է, որ իրական ցեղասպանությունը եղել է Բաքվում, հայերն են կոտորել, հա։ Այս Լալային կարող ենք բացել, տեսնել, որ իր կյանքի հերոսը դա Ռամիլ Սաֆարովն է։ Մեդիա պատերազմների եւ այդ պատերազմներում հայկական կողմի դիրքի մասին Մարիանա Փայտյանը ավելի մանրամասն զրուցել է Սամվել Մարտիրոսյանի հետ, ինչպես նաեւ փորձել պարզել, թե նախընտրական շրջանում ինչու են ակտիվանում կուսակցական ֆեյքերն ու Facebook-յան լայքերը։ Տեղեկատվական պատերազմներում Հայաստանն ավելի շատ հաղթողի, թե պարտվողի դերում է։ Այս թեմայի մասին կզրուցենք մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Ի վերջո Հայաստանն ավելի շատ հաղթողի, թե պարտվողի դերում է այս պատերազմներում։ Իրականում մենք այդքան էլ պատերազմ չի մեզ մոտ տեղեկատվական, այլ հակամարտություն է, հա, պատերազմը ենթադրում է շատ ավելի լայնամասշտաբ գործողություններ, որ մոտավորապես պատկերացում կազմվի ինչ է տեղեկատվական պատերազմը, դա եթե հիշում եք սեպտեմբերի սկզբին Ռամիլ Սաֆարովի դեպքերը, փաստացի քարոզչական երկու կողմանի շատ ակտիվ գործողություններ, կիբեր հարձակումներ եւ այլն, այսինքն դա այդ օրերը մոտավորապես կարելի է անվանել որպես կիբեր պատերազմիկ, հա, փոքրիկ, որտեվ հիմա ինչ որ ոլորտներում ակտիվություն է, ինչ որ ոլորտներում пассив է վերավիճակը։ Իսկ հաղթում ենք թե ոչ, էլի դժվար է գնահատել, որովհետև ինչ որ ոլորտներում ինչ որ բան հաջող է ստացվում։ Հետո կարող է հաջորդ օրը հակառակը գնա կամ եւ այլն։ Այստեղ հարցը մենակ նրանում է, արդյոք Հայաստանը դերակատար է թե ոչ։ Հա, ինչու եմ ասում, որովհետև մի քանի տարի առաջ դեռ հիմնական գործողությունները այս ոլորտում կատարվում էին միայն անհատների կողմից, որոնք ինչ որ իրենց հայրենասիրությունից դրդված փորձում էին ինչ որ մի բան անել, հա, այս ամեն ինչը։ Նու մեկ էլ հայկական կազմակերպությունները, հիմնականում Սփյուռքի կազմակերպությունները, հիմնականում արևմտյան, որոնք իրենք էլ հիմնականում շեշտված են հայ-թուրքական հարաբերությունների ցեղասպանության ճանաչման վրա, այլ ոչ Ղարաբաղյան հակամարտության, ինչը էլի ինչ որ դիսբալանս է ստեղծում, որովհետև հայ-ադրբեջանական հարաբերությունները շատ ավելի սրված վիճակում են։ Բայց հիմա Հայաստանը ակտիվ ներգրավել է, հա, 2009-ին ընդունվեց հայեցակարգը տեղեկատվական անվտանգության եւ պետությունը դառավ դերակատար։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ առնվազն Հայաստանը վերահսկում է իրավիճակը, գործողություններ է կատարում, միայն պատասխանողի դերում չի։ Հիմա քանի ճակատով է կռվում, այսպես ասած, Հայաստանը, այսինքն տարիներ առաջ կային հայ-վրացական, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական ճակատներ, հիմա քանիսն են։ Դե հայ-վրացականը երեք ինքը շատ տարօրինակ ուղղություն է։ Այսօրվա դրությամբ սառեցված վիճակում է, հա, եկեղեցիների հարցերն են եւ այլն, ինչ որ Իվանիշվիլիի գալը, ինչ որ բաներ ոնց որ թե փոխեց։ Հիմա ոնց որ ասած առանձնապես բան չի կատարվում։ Սառեցված է, ու այդ ճակատը երբեք չի եղել հենց ճակատ, հա։ Շատը դա այդտեղ ոչ թե թշնամանք է, այլ խանդի եւ մրցակցության ինչ որ բան կա, հա, հայ-վրացական, որը միշտ եղել է, հա, խորհրդային ժամանակներից, որ ով ավելի մեծ պասիլ կա, կուղարկի տղուն Մոսկվա, հա, համալսարան եւ այլն։ Իսկ
Հիմա իհարկե հայ ադրբեջանականը ամենալայնամասշտաբն է, հայ-թուրքականը շատ ավելի էլի սառացված վիճակում է, որտեղ նույն Թուրքիան այսօր շատ ավելի մեծ խնդիրներ ունի, օրինակ Սիրիայի ուղղությամբ եւ այլն, եւ այդքան հայկական հարցով չի զբաղվում։ Եվ նույն ապրիլի 24-ին եթե նայենք, թուրքերի տեղը ադրբեջանցիք էին քարոզչություն վարում։ Հա, թուրքերը գրեթե пассив էին, իսկ ադրբեջանցիք sense իրենց կոտորելով պրոթուրքական բաներ էին ինչ-որ տարածում։ Ընտրություններին ընդառաջ այսպես fake պրոֆիլների ակտիվացում է նկատվում, լայքեր հավաքել, մի խոսքով լայքամանիայի է արդեն նմանվում այս ամենը։ Ուզում եմ հասկանալ այս լայքեր հավաքելու, քաղաքական fake պրոֆիլներ ստեղծելու իմաստը, նպատակն ու ազդեցությունը։ Հա։ Այս օրինակը հենց տիպիկ ադրբեջանական մոդելը, որ հասկացվի։ Կուսակցություններում որոշվում է, որ պետք է հաղթել մնացածներին։ Կանչում են ինչ-որ մարդկանց, ասում են, այ գնացեք լայքեր հավաքեք։ Իրանք հրահանգը ստացել են, պետք է այդ լայքերը հավաքեն։ Շատերը նկատած կնեն, ինչ-որ շատ տարօրինակ ձևով են լայքերը հավաքում, հա, ինչ-որ կարող է ինչ-որ մի գեղեցիկ էջ է, բայց որպես գովազդ գնում է, եսիմ 5 հոգի բռնաբարել են 28 հոգու, բան մարդիկ կտածում են, գալիս են մտնում են այդ քարոզչական կահիքը լայք տալու, գրածա մինչև լայք չտակ, չեք կարող այս նյութը կարդալ։ Այսինքն ինչ-որ միջոցները, նպատակները իրար ոչ մի ձև չեն բռնում, ուղղակի հրահանգ է տրվել հնարավորին շատ լայք հավաքել ու ամեն ձևով մարդիկ հավաքում են։ Որպես հետևանք իհարկե լայքերը հավաքվում են, բայց հարցը ծագում է լայքերը ում են պետք եւ ինչի համար են իրենք հավաքվում, հա, որովհետեւ կարելի է ունենալ շատ քիչ լայք, բայց ինչ-որ հետաքրքիր բաներ օգտագործելով հասնել են խնդրի, որը կա, հա, ընտրությունների կապված։ Այսօր ճիշտ ասած ես առանձնապես այնց հետաքրքիր լուծումներ չեմ տեսնում, հիմնականում այդպես լայքերի հետևից ընկած ինչ-որ քվեարկություններ եմ հնարավորին շատ ձայն ստանալ եւ այլն, որը ռեալ ոչ մի հասարակական ազդեցություն չունեցող բաներ։ Բայց նույնիսկ լայքի արք ու վաճառքի շուկա է արդեն ձևավորվել Հայաստանում։ Հայաստանը մի քիչ ուշ մտավ այդ շուկայի մեջ, աշխարհում շուտվանից կա, հիմա Հայաստանում էլ արդեն տեղական լայքերի վաճառք կա, հա, որովհետև խնդիր կար, մի պահ օրինակ անցյալ տարի խորհրդանային ընտրություններից առաջ այնպես մի շարք քվեարկություններ եղան, ինչ որ մի կուսակցություն շատ մեծ քանակի ձայն ստացավ, ու մարդիկ սկսեցին նայել ով է քվեարկել, պարզվեց, որ Նատաշա Սիդորովա из Խարկովը եւ Մահմուդ Եսին Բեխտիարօղլու из Ստամբուլը, հա, այսինքն լայքեր էին առել, հիմա բնականաբար արդեն հայկական լայքեր էլ կարող եք առնել, որ ավելի լավ գեղեցիկ տպավորություն ստեղծվի։ Շաբաթը անհանգիստ էր Գյումրիում շաբաթասկզբին 20 րոպե տևողությամբ Գյումրու կենտրոնական թաղամասում կրակոցներ էին հնչում։ Ականատեսները պատմում էին, որ կրակում էին Խավոր Հարութի Հարություն Խաչատրյանի տան ուղղությամբ։ Այնքան ժամանակ մինչև որ Հարութն ու Շեկո Մականունով նրա ընկերը դուրս եկան տնից։ Նրանց վրա կրակելուց հետո էլ հանցագործները հեռացան։ Հարձակումից հետո կար 2 վիրավոր, որոնցից մեկը հիվանդանոցում մահացավ։ Ես կրակոց լսեցի, կրակոց մենք է սև շուն ունենք, սև ու գյարունն է, ես իմացա դե շուն են խպում, ելա գնացի դեղ, տեսեմ որ մեր սովի գրադեղ չէր, բայց սկորին եկավ են խպած տղուն տարապ, այդ շեգարունով տղա է ինչ է։ Գյումրու միջադեպը կապեցին նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ազգականների անվան հետ։ Մինչ հետաքննությունը չի ավարտվել, լրագրողների հետ խոսեց Հայաստանի ոստիկանապետը։ Վլադիմիր Գասպարյանը հավատացրեց, որ Գյումրու մարդասպանությունը անպայման բացահայտվելու է եւ մեղավորը պատժվելու է։ Այս դեպքում կապ չի ունենալու, ով ում բարեկամն է։ Զանգում են իմ տեղակալին, իմ առաջին տեղակալին, զանգում են պատգամավորներ, պաշտոնատար անձիկ, որոնք ասում են այդ տղեկին մի էլի տարեք բերեք, իրանք լավ տղեկ են բանավոր կասեն, բայց չգրեն էլի մի տեսակ ամոթ է էլի, և իմ խոսքն է, նմա դուք պատգամավորեք թե գողական արա, սա է եղել խնդիրը, և խոսքի մեջ որ խոսում ենք, եթե տեսնում եք, իմ խոսքը կիսատ մնաց, ես ցանկացա խորանալ այդ թեմա, հետո գտա որ իմաստ չունի։
Ոստիկանապետը նաև անդրադարձավ նրան, որ գողական մակարդակի ու մարդասպանության հասնող հաշվեհարդարների վերջը Հայաստանում եկել է։ Ժամանակն է ոչ միայն հասկանալ, այլև սեփական մաշկի վրա զգալ, որ ոստիկանության գլխի վրայով թռչելն ու մարդասպանության միջոցով հարց լուծելը պատժելի է։ Չի լինի այլևս ավարտվեց դարաշրջանը։ Զորբայությունը այլևս Հայաստանի Հանրապետությունում եւ Գյումրիում չի լինելու։ Բոլոր նրանք, ովքեր կփորձելու են գորը զենքով, զորբայությամբ, անօրինականությամբ ինքնահաստատվեն կամ այդ ինքնահաստատվածները բոլորը կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն այն մարդիկ, ովքեր զենքով եւ արյունով են լուծում խնդիրները։ Ես քրիստոնյա մարդ եմ, ես խաղաղության կողմնակիցն եմ, ես արյունի կողմնակից չեմ։ Բայց քրիստոնյա լինելը դա չի նշանակում, որ մատաղացու գառներ ենք։ Շաբաթվա քաղաքական իրադարձություններից ամենաքննարկվածը դարձավ Վարդան Օսկանյանի հայտարարությունը։ Քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն հայկական քաղաքական դաշտի մասին իր դիտարկումները շարադրեց, իսկ վերջում էլ ոչ ավելի ոչ պակաս եզրահանգեց։ Սեպտեմբերյան նստաշրջանից առաջ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պետք է հստակեցնի իր կարգավիճակն ու իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն։ Այսօր հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ առաջիկա տարիներին սպասվող ներքաղաքական հնարավոր զարգացումները եւ հատկապես այն, որ ԲՀԿ-ն առանց ինքն իրեն ընդդիմադիր հռչակելու այդպիսի դերակատարում է ստանձնել, ես կարծում եմ, սա իմ անձնական տեսակետն է, որ Բարգավաճ Հայաստանը խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը եւ իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն։ Համոզված եմ, որ դրանից կշահի երկիրը, քաղաքական համակարգը եւ վերջի վերջո քաղաքացին։ Վարդան Օսկանյանի այս հայտարարությանը արձագանքեց Արմեն Աշոտյանը Facebook-յան իր էջում գրառում արեց ու նկատեց, որ եթե ԲՀԿ-ն նպատակ ուներ հռչակվել որպես ընդդիմադիր կուսակցություն, ապա ինչու այդ քայլը չարեց այս տարվա փետրվարին։ Աշոտյանը նաև նշեց, որ Վարդան Օսկանյանը իր հայտարարությամբ ԲՀԿ-ի դեմ հակաքարոզչություն արեց։ Օսկանյանի այսօրվա գրառումը ԲՀԿ-ի հանդեպ հակաքարոզչություն էր, քանզի Երևանի ավականու գալիք ընտրություններին ընդդիմադիր կեցված ворթեգրած եւ սուր քննադատություն հնչեցնող ուժի առաջին համար կրկին ընդգծում է, որ իրականում ԲՀԿ-ն ընդդիմություն չէ։ Հետևաբար ընդդիմադիր ընտրողներին մոլորեցնելու փորձը Օսկանյանի ինքնախոստովանական գրառումով ձախողվում է եւ ավելանում է իրական ընդդիմադիր կուսակցությունների հաջողության հավանականությունը։ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը շտապեց մեկնաբանել Վարդան Օսկանյանի հայտարարությունը։ Նա նշեց, որ ԲՀԿ-ն եղել է ու կա բաց քննարկումների կուսակցություն։ Վարդան Օսկանյանին էլ առաջ քաշած թեզի համար ոչ ոք չի դատապարտելու, այլ հակառակը, հարցը քննարկելու են կուսակցության ներսում։ Ինձ զարմացնում էաժոտաժը, որ առաջացել է պարոն Օսկանյանի մեկնաբանության շուրջ, մենք բաց հրապարակային քննարկումների կողմնակից կուսակցություն ենք եւ ցանկացած հարց, այդ թվում նաեւ պարոն Օսկանյանի առաջ քաշած թեզը իհարկե կուսակցությունում քննարկման ենթակա հարց է։ Ի վերջո նաեւ ընդդիմություն հասկացությունը մեզանում խիստ հստակեցման կարիք ունի։ Մենք տեսել ենք, թե ընդդիմադիրները ինչպես են այսպես կոչված ընդդիմադիրները հաճախորդանում, ինչպիսի ընդդիմադիրականներ են այսպես մեծ աղմուկով պայթում եւ այլն, այսինքն ընդդիմություն հասկացությունը մեզանում եւս հստակեցման կարիք ունի։ Նաիրա Զոհրաբյանը նաև անդրադարձավ նրան, որ եթե Բարգավաճ Հայաստան կուսակցությունից պահանջում են հռչակվել ընդդիմադիր կամ ոչ, ապա պետք է հստակեցնել, ինչ է նշանակում լինել ընդդիմադիր կուսակցություն։ Հայ իրականության մեջ կուսակցությունները դառնում են ընդդիմադիր ոչ թե արած գործով, այլ մեկ օրում ու միանգամից, հենց որ նստաշրջանից առաջ որոշում են իրենց այդպիսին հռչակել։ Ին վստահ գնահատման անհեթեթ դրույթը, որ ընդդիմադիր է համարվում են քաղաքական ուժը, որը յուրաքանչյուր նստաշրջանի սկզբում կհայտարարի այդ մասին, այդպես էլ կհամարվի առաջարկելու այդ ապուշագույն դրույթը հանել։ Իհարկե դա հիմնված է Եվրոպայի խորհրդի որոշ հանձնարարականների վրա, նաև մի քանի երկրներ այդ պրակտիկան կիրառում են, բայց ի վերջո կա, ուրեմն ես կարծում եմ, որ մեզանում այդ սկզբունքը բացարձակապես կիրառելի չէ։ Ի վերջո ընդդիմություն լինում են գործողություններով, իրենց քաղաքական օրակարգով, իրենց արածով եւ իրենց աներիքով։ Շարունակվում է պայքարը Երևանի ավականու տեղերի համար։ Ակտիվիստ Դանիել Իոնեսյանն էլ տեսախցիկը ձեռքին շարունակում է հետևել քարոզչությանը։ Այս անգամ պաստառի հետ կապված խախտումներ է նկատել Երևանյան խորովածանոցներից մեկում։ Խորովածանոց, ավելի կոռեկտ ասած հանրային սննդի օբյեկտ, որի վրա երկու հատ հանրապետական կուսակցության նախընտրական պաստառ կա փակցված, եւ անգամ ինչ որ չի երևում, ոնց որ թե չկա հարկվճարողի հաշվի համար եւ այլ տեղեկություններ պարունակող թերթիկը կպցված, որպեսզի պարզենք, թե
որ կազմակերպությունն է այստեղ իր օբյեկտում քարոզարշավանում։ Հայ ազգային կոնգրեսի հանդիպումները այս շաբաթ առանց անակնկալների չանցան։ ՀԱԿ-ի հերթական համայնքային հանդիպումը ձգձգվեց անսպասելի միացած շատրվանի ձայնի պատճառով։ Քաղաքական ուժը այս քայլը որպես դիտավորյալ քայլ որակեց իշխանության կողմից։ Այդ ջուրը նոր տվեցին, հա։ Հա, դիտավորյալ։ Հեն վերջի մելեշնիկությունը կարան անել։ Իսկ գործող քաղաքապետին այս շաբաթ հատկապես գրկաբաց ընդունեց ավագ սերունդը։ Նրանցից մեկը բոլորին արդեն հայտնի հանրապետական տատիկը նույնիսկ պաստառ էր պատրաստել քաղաքապետի գովքով։ Իսկ բոլոր նրանց, ովքեր կարծում էին, թե սա հենց Տարոն Մարգարյանի եւ հանրապետականի ձեռքի գործն է, տատիկը ցույց տվեց բոլոր այն փոփոխությունները, որոնք հենց Տարոն Մարգարյանն է արել։ Մի հատ բան արի փողոցները, ասֆալտապատումը, մանկապարտեզների ձրի սպասարկումը, խաղահրապարակները, աթոռները եւ բոլորը, կանաչապատումը մոռացա, հա ինչ լինի, ինչ են ուզում։ Մեկ այլ հանրապետականի անուն շուտով կքննարկվի ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովում։ Շատերը կեսկատակ կեսլուրջ ասում են, որ այս միջադեպը կարող է ազդել նույնիսկ հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Բանն այն է, որ Մոսկվայի տան տնօրենը բողոք դիմում է ներկայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողով, պատմելով, որ հանրապետականի падգամավոր Նաիրա Կարապետյանը զանգահարել է իրեն ու անհարգալից խոսել, մեղադրելով, թե Մոսկվայի տան տնօրենը վիրավորական պահվածք է ցուցաբերել իր մայրիկի նկատմամբ։ Տնօրենը պահանջում է շուտափույթ ուսումնասիրել միջադեպը։ Խնդրում եմ պարզել տեղի ունեցածը, քանի որ երիտասարդ կին падգամավոր Նաիրա Կարապետյանի պահվածքը անթույլատրելի եմ համարում։ Չէի ցանկանա այդպիսի ԱԺ падգամավորներ տեսնել։ Հարցը լուրջ լուծում է պահանջում։ Իսկ մին շաբաթվա թոփ տեսանյութին անցնել է իրադարձություն, որ իրար խառնեց հայկական մեդիա դաշտը։ Արդեն վաղուց հայ իրականության մեջ լրագրողի դեմ բռնություն չէր արձանագրվել։ Դադարը խախտվեց, սակայն անցնող շաբաթ։ Բանն այն է, որ քարոզարշավի ընթացքում արհեստական խոչընդոտներ են ստեղծվել այլուր լրատվական կայքի լրագրողի աշխատանքի համար։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել է նոր Նորքի բաժնի փոխոստիկանապետին, ով լրագրողի նկատմամբ պատշաճ ծառայություն չի կատարել, սակայն լրագրողը հիշեցնում է, որ իր պատմության գլխավոր մեղավորը դեռևս անպատիժ է։ Իսկ այս շաբաթվա առաջին թոփ տեսանյութը մեզ են ուղարկել Հունաստանից։ Հույն փոքրիկ երգիչները միացել ու կատարում են հայկական հայրենասիրական հայրենիքից հետ երգը։ Շաբաթն ավարտվեց շոու բիզնեսյան գրքերով Սոնա Շագելձյանին զարմացրել է այն, որ երգչուհի Վարսան իր կատարած ֆրանսերեն երգը վերցրել, կատարել ու դրա հիման վրա հոլովակ է նկարահանել։ Սոնան հավատացնում է, որ Վարսայի արած այս քայլը անպատասխան չի թողնելու, մինչդեռ Վարսան հավատացնում է, որ Սոնայից շատ ավելի շուտ էր գնել երգը եւ կատարելու իրավունքը հենց իրենն է։ Թոփ տեսներ ամենակարևոր իրադարձությունների թոփ տեսությամբ կհանդիպենք մեկ շաբաթից ցտեսություն։